Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա գտնվում ենք ամրացված շրջաններից մեկում։ Առիթ ենք ունեցել խոսելու, որ վերջին տարիներին էական աշխատանք է կատարվել սահմանային պահպանության հնարավորությունները մեծացնելու համար, կառուցվել են ամրացված շրջաններ, կատարվել են ինժեներական աշխատանքներ։ Վերջին օրերին մեր գործընկերների նկարահանող խմբի հետ միասին մենք ձեզ ենք փորձելու ներկայացնել մեր կատարած աշխատանքի մի մասը։ Հիմա գտնվում ենք այդպիսի ամրացված շրջաններից մեկում, բարձրադիր լեռնային հատվածներից մեկում Հայաստանի Հանրապետության եւ գտնվում ենք հիմա ստորգետնյա հատվածում այդ բարձր լեռնադիր շրջանի, որտեղ ամրացված շրջանը իրենից ներկայացնում է փակ համակարգ, երկաթբետոնյա համակարգ, ծածկված նաեւ հողային շերտով եւ ըստ էության մենք գտնվում ենք հիմա գետնի տակ։ Անզեն աչքով, այսպես ասած, հնարավոր չէ դիտարկել նրան։ Իհարկե կան որոշակի բաներ, որ կհուշեն ամրացված շրջանի գոյության մասին, բայց նրա ընդհանուր ներքին ցանցը բնականաբար տեսանելի չէ որևէ մեկի համար։ Ամրացված շրջանը ունի խրամուղիներ, որով միացվում են իրար խրամաբջիջները, այդ խրամաբջիջները նախատեսված են թե առաջնագծի եւ թե թիկունքի ապահովման համար, այսինքն կախված տեղանքից ամրացված շրջանները հնարավորություն ունեն շրջանաձև պաշտպանության։ Ամրացված շրջանը պաշտպանված է անօդաչու թռչող սարքերից, իրենց կազմ կառուցվածքով նրանք բավականին ամուր են եւ ըստ էության պոտենցիալ մարտի ժամանակ կարող են ապահովել մեր զինվորների կենսունակությունը եւ հնարավորություն տալ ավելի լավ դիրքերից կամ ավելի շահեկան դիրքից իրականացնել մեր երկրի սահմանների պաշտպանությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով պիտի ունենանք նմանատիպ ամրաշինական կառույցներ, որոնք ապահովելու են մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնամխելիությունը։ Արդեն վերջին տարիներին դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Ես շատ կարևոր ձեռքբերում եմ համարում զինված ուժերի համար եւ մեր ինժեներական մտքի համար, որովհետեւ սա առաջին հերթին մեր զինվորներին պաշտպանվածության, բայց միևնույն ժամանակ հոգեբանական հսկայական առավելություն է տալիս նրանց։ Եթե նաև դիտարկենք, որ սա ըստ էության սահմանին գտնվող ամրացված շրջանը հենակետ է դիրք է, նախկին մեր տրամաբանությունից սա էապես տարբերվում է։ Թե իր հնարավորություններով, թե կազմով ու կառուցվածքով եւ թե իհարկե իր ամրությամբ։ Եվ քանի որ հիմա մենք գտնվում ենք խաղաղության շրջանում, շատ կարևոր է լուսաբանել, թե ինչ է ամրացված շրջանը, ինչի համար է նախատեսված։ Այն նախատեսված է տարբեր տեսակի հրաձգային զենքերով պաշտպանվելու համար, բայց միևնույն ժամանակ այստեղ կարող են լինել նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի այլ նմուշներ։ Մենք հիմա փոքրիկ շրջայց կկատարենք, որպեսզի դուք ծանոթանաք, թե ինչ է իրենից ներկայացնում ամրացված շրջանը իր էությամբ։ Ամրացված շրջանում զինվորների համար նախատեսված ննջասենյակում այստեղ էական փոփոխություններ են կատարել եւ մահճակալների նորամուծության եւ նաեւ փոփոխության են ենթարկել օրինակ բոլոր այս պարագաները։ Ննջասենյակը նախատեսված է եւ հանգստի եւ իհարկե զինվորներն ունեն իրենց համար պահարաններ, իրենց
հիգիենայի պարագաները եւ այլ անձնական իրերը պահելու համար։ Բնականաբար կա զինանոց, զինասենյակ, բաղնիկ, լվացարան, զուգարան, այստեղ տաք ու սառը իրի հնարավորություն, խոհանոց, որտեղ պատրաստում են ուտելիքները, ճաշարան, բավականին մեծ քանակությամբ զինվորների միաժամանակ ճաշելու հնարավորություն։ Հիմա մենք մոտ կգործենք տեսադիտարկման համակարգերով հագեցված սենյակ, որը թույլ է տալիս եւ ամրացված շրջանի յուրաքանչյուր անկյունը դիտարկել եւ նաեւ միացված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը իրականացնող բոլոր հենակետերին։ Հիմա մենք գտնվում ենք տեսադիտարկման սենյակում, որտեղ, ինչպես նշեցի, դիտարկում հնարավորություն ունեն ծառայողները իրականացնել եւ ամբողջ ամրացված շրջանի, այն է յուրաքանչյուր անկյունի, այսինքն վերահսկողություն ունենալ ամրացված շրջանի նկատմամբ եւ իհարկե նաեւ հնարավորություն ունեն տվյալ պահպանության շրջանի բոլոր հենակետերի հետ կապ ունենալ եւ հետեւել նաեւ նրանց տեսադիտարկման համակարգերի միջոցով։ Հիմա մենք մուտք գործեցինք ամրացված շրջանի զինվորների համար նախատեսված հանգստի սենյակ, որտեղ նրանք կարող են կարդալ, խաղալ շախմատ, ունեն նաեւ որոշակի սպորտային պարագաներ, առավոտյան մարզանքի կամ անձնական ֆիզիկական տվյալները բարելավելու, փոքրիկ գրադարան անկյուն, որտեղ կարող են նրանք իրենց ազատ ժամանակ անցկացնել նաեւ ընթերցանությամբ։ Գրակակետերը նաև հագեցված են փակման և բացման հնարավորությամբ, որպեսզի բարդ եղանակային պայմաններում ու նաև խաղաղ պայմաններում ցրտից, բուքից, քամուց, ձյունից պաշտպանվելու հնարավորություն ունի, ինչպես նաև խողակի տեսանելիություն։ Խնդրեմ նույն օրինակը կարող ենք տեսնել նաև այստեղ, հնարավորություն կա փակել եւ բացել կետը, նաեւ յուրաքանչյուր կրակակետ հագեցած է օդի մաքրման հնարավորություններով, ամբողջությամբ ամրացված շրջանը հագեցված է եւ պատրաստ է բոլոր տիպի զինատեսակներից երկրի սահմանները պաշտպանելու։